Կեներ ողջույն, շարունակենք Python-ի խնդիրների դիտարկումը, հիմա դիտարկենք հետևյալ խնդիրը։ Խնդիրն ասում է գրել ծրագիր, որ ցուցակի զույգ ինդեքսով տարերը կփոխարինի 1-ով, իսկ կենտ ինդեքսով տարերը տոկոս 5 կանի, այսինքն 5-ի վրա կբաժանի եւ մնացորդը կփոխարինի հենց այդ տարերով։ Դե եկեք անցնենք խնդրի լուծմանը, ուրեմն ենթադրենք ունենք list, my list-ը, որը հավասար է հետևյալին, ուրեմն 0 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9 և 10 եկեք։ Ուրեմն այս լիստի դեպքում ինչ լիստ պետք է ստանանք։ Պետք է ստանանք հետևյալ լիստը։ Եթե այս լիստը նույն ձև ես այստեղ արտագրեմ, եկեք։ Ուրեմն այս լիստի համար այսինքն անենք, որ ավելի արտահայտիչ լինի։ Ուրեմն այս լիստի համար զույգ ինդեքսով տարը պետք է փոխարինեմ 1-ով։ Այսինքն սրանք, որոնք զույգ ինդեքս ունեն, ըստ էության զույգ ինդեքսը այստեղ համակվում է նաև զույգ տարերի հետ։ Սրանք փոխարինում ենք 1-ով։ Հաջորդիվ կենտ ինդեքսով տարերը տոկոս 5 եմ, 1%5-ը 1, 3%5-ը 3, 5%5-ը 0, 7%5-ը 2, 9%5-ը 4, եւ պետք է ստանամ այս հաջորդականությունը։ Դե ինչ եկեք անցնենք այս խնդրի իրականացմանը, սա եկեք կոմենտ անեմ։ Ուրեմն լիստը մենք արդեն մեր հայտարարել ենք եւ պետք է արդեն այդ լիստի վրա ձևափոխությունը կատարենք։ Ձևափոխությունը կատարելով մի հատ for-ով պատտվենք իր վրա, ուրեմն ինդեքսներով եմ աշխատելու, դրա համար range եմ օգտագործում այստեղ, len my list այսպես։ Եվ ինչա ինձ հիմա պահանջվում անեմ, ուրեմն ամեն տարի համար ստուգում եմ կատարում։ Եթե my list my list-ի 3-րդ տարը ինքը զույգ է, այսինքն տոկոս 2-ը հավասար է 0, նշանակում է այդ տարը զույգ է։ Ապա այդ դեպքում իան պետք է փոխարինեմ 1-ով, այսինքն my list 3-րդ տարը դա հավասար է 1-ի, այսպես։ Հակառակ դեպքում else։ Ուրեմն պետք է փոխարինեմ իրան տոկոս 5 արած, այսինքն my list-ի 3-րդ տարը տոկոս 5 եմ անում։ Տոկոս հավասար է 5, այդ արդյունքը պետք է ոնց որ sense պետք է գրեմ my list-ի 3-րդ տարը հավասար է my list 3-րդ տար տոկոս 5։ Այս սա պետք է լինի, բայց սա կրճատ գրելու համար կամ գրեմ տոկոս հավասար է 5։ Այսպես տոկոս հավասար է 5։ Ընտիր եւ հիմա պետք է տպենք, print անենք մեր list-ը my list։ Այսպես աշխատացնենք։ Եվ ահա տեսեք ձևավորվեց այն լիստը, որը որ պետք է ձևավորվի։ Այս արժեքը ես հստակ եմ տվել, բայց սրա կարևոր որոշման ծրագրի աշխատանքի ընթացքում հստակ եմ գրել, որ ավելի արտահայտիչ ու պարզ լինելի ձեզ երևա։ Վերջ ընկերներ, այս խնդրի համար այսքանը, եթե հարցեր կունենաք, մեկնաբանության դաշտում գրեք, սիրով պատրաստ եմ պատասխանել բոլոր հարցերին, իսկ դուք չմոռանաք բաժանորդագրվել YouTube կանալիքին, տարածել վիդեոկուրսերը, որպեսզի կարողանանք ավելի շատ մարդկանց օգտակար լինել։ Լավ մնացեք, կհանդիպենք։